Անգամ քաղաքին անծանոթ զբոսաշրջիկը այս մեքենայից կարող է ենթադրել, որ Ստեփանակերտում տոն է։ Իսկ կա 90 թիվը ոչ թե քաղաքի տարեգրության, այլ անվանակոչությանն է վերաբերում։ Տոնը նաև փոքրիկ ստեփանակերտցիներն են նշել։ Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շախմատի եւ մարզական դպրոցի սաները միասին տոնական Ստեփանակերտի խճանկարն են փորձել գունավորել։ Փոքրիկների աշխատանքներին ավագներն էին ակամայից հետևում։ Մանուկներից որոշների համար օրը քաղաքապետի հետ ծանոթությամբ է առանձնացել։ Եթե տարիներ առաջ փոքրիկ արցախցին ասֆալտին տանկ ուղղաթիռ կամ զինվոր էր նկարում, ապա այսօր գունավորված ասֆալտն Արցախի մայրաքաղաքում միայն խաղաղության մասին է պատմում։ Պատերազմական հուշերը ավագ սերնդի հետ են։ Այս երեխաները ծնվել ու մեծացել են ազատ ու անկախ Արցախում եւ խաղաղ երկնքի տակ։ Այսօր Ստեփանակերտի օրն է եւ ես նկարել եմ արև, որի մեջ գրած է 90։ Ես նկարել եմ բնություն, որի մեջ կա աղջիկ եւ տղա եւ վերևում գրել եմ Արցախ։ Իսկ Լուսինե Օհանջանյանը ոչ արև, ոչ էլ տղա կամ աղջիկ է պատկերել։ Փոքրիկ նկարչուհին մայրաքաղաքի օրն իր ցանկության մասին է բարձրաձայնել։ Կարծես քաղաքում կրկեսն է պակասում։ Նկարել եմ ծաղացը, որովհետև ես շատ կուզենայի, որ այստեղ կրկես լիներ։ Օրվա տոնակատարություններից անմասն չէին եւ մարզասերները, ազգային ավանդական խաղեր, տարբեր մարզաձևեր ու համառ մրցակցություն։ Իմաստուն խաղի պատանիներն էլ առանց աղմուկի հուշում էին։ Ստեփանակերտում շախմատի նոր թիմն է ձևավորվում։ Իսկ ջյուդոիստների շնորհավորանքը ցուցադրական պարապմունքի տեսքով էր։ Շատ ուրախացած, շատ ոգևորված, փորձում են մեր ժողովրդին ցուցաբերել իրենց շնորհքը, իրենց աշխատանքը, իրենց տարվա չարչարմունքը։ Ես Ստեփանակերտցիների ցանկանում եմ աղջիկի երջանկություն, խաղաղ ապրենք։ Եթե արվեստագետներն ու մարզասերները կենտրոնացել էին Վերածննդի հրապարակում եւ Շահումյանի անվան պուրակում, ապա սպորտային զբոսաշրջիկները ստիպված էին լինել քաղաքի գրեթե բոլոր փողոցներում։ Քարտեզների օգնությամբ նրանք հնարավորինս արագ պետք է ներկայանային ստուգման կետերում, այդ կերպ պայքարելով շատ միավորների ու հաղթողի կոչման համար։ Նպատակային է, որ մեր երեխաները, ինչու՞ չէ նաև բնակիչները լավ իմանան իրենց քաղաքը։ Մինչ սպորտային զբոսաշրջիկները հաղթահարում էին դժվարությունները, ավագ եղանակարիչների ստեղծագործությունների կողքին եւ գուցե հենց դրանց ազդեցության տակ իրենց կարողություններն էին փորձում փոքրիկ նկարիչները։ Նկարների մեծ մասն էլ հավանաբար քաղաքային թեմայով էր։ Ես նկարում եմ քաղաքի նվիրված մի նկար։ 3 աղջիկ են եւ քաղաքով քայլում են։ Ես շնորհավորում եմ բոլորի տոնը օրը եւ մաղթում եմ բոլորին առողջություն եւ երջանկություն։ Մեծերը սիրում են ասել, որ մենք այդպես չէինք եւ այլը, բայց ես կարծում եմ, որ սերունդը շատ լավ սերունդ է, մեր քաղաքն էլ շատ եւ շատ սիրուն է։ Իհարկե, եթե համեմատենք դա 15-20 տարի առաջ ինչ էր Ստեփանակերտում, հիմա դա ուղղակի հրաշք է։ Շատ է սիրունացել, շատ սիրուն տեղեր կան քաղաքում եւ հույսով եմ, որ տարեցտարի իհարկե ավելի կսիրունանա։ Ստեփանակերտը ինձ համար շատ լավ քաղաք է։ Ես այստեղ ծնվել եմ եւ հպարտ եմ, որ հայ եմ։ Ստեփանակերտի օրվա ու քաղաքի անվանակոչության 90-րդ տարեդարձի տոնակատարությունները մայրաքաղաքի որոշ թաղամասերում շարունակվել են։ Տոնական բարձր տրամադրությունը Վերածննդի հրապարակից տեղափոխվել է Ազատամարտիկների, Հեքիմյան, Առաքելյան, Բաղրամյան եւ այլ փողոցներ։ Նարեկ Սահակյան, Սամվել Սահյան, Մերուժան Հայրապետյան, օր։